Թուրքիայի հետ կապված Իրանում հետաքրքիր ձևակերպում են արել, իրենք Թուրքիան բնութագրում են իբրև արտաքուստ ընկերասեր հարևան, ներքուստ թշնամի ընկեր։ Թուրքիային մեղադրում են նրանում, որ Վանի հատվածում ՆԱՏՕ-ի ինքնաթիռները կարողանում են հսկել իրանական հրթիռների ընթացքը եւ այդ մասին տեղեկացնել Իսրայելին։ Իսկ ինչ վերաբերվում է Ադրբեջանին, այստեղ ուղիղ մեղադրում են Ադրբեջանին Իրանի նկատմամբ թշնամական գործողություններին մասնակից լինելու համար։ Մասնավորապես նշում են, որ Թավրիզի օդանավակայանին հնարավոր չէր ավիահարվածներ հասցնել առանց Ադրբեջանի մասնակցության։ Խոսքը նրա մասին է, որ իսրայելական ավիապարկում գտնվող եւ մեծամասնություն կազմող F-16 ինքնաթիռները բավականին քիչ թռիչքային տարածություն ունեն եւ նրանց կարճ տարածություն թռնելու համար պլացդարմ է հարկավոր, քանզի երկար տարածություն թռնելու պարագայում նրանք օդում անգամ եթե կարողանան վերալիցքավորվել, հնարավոր չէ, որպեսզի Իսրայելից հասնեն Թավրիզ եւ հարվածներ հասցնեն Թավրիզի օդանավակայանին։ Իսկ Թավրիզը ամենից մոտիկն է գտնվում Ադրբեջանին։ Հետևաբար նրանք Ադրբեջանի տարածքն են օգտագործում Թավրիզի օդանավակայանին հարվածներ հասցնելու համար։